Դու կգարձեք, որ ինքը իրապես տիրախ պիտի դարձնե ընտիմության բարակլուխներուն, իր հանրույթին համար շատ հաճելի է այդ խոսքերը լսելը, պիտի փագեմ սրան, նրան Եռագլուխ ընդդիմություն։ Այո։ Դա իր ամոթ հաղթող խաղակարգ է։ Հա, երևի տենց ավելի ճիշտ է, Այսինքն այդ ռուսական ճնշումները, Չէ, ռուսական ճնշում չկա։ Այդ գազի հարցով ինչ կլինի Հայաստանի վիճակը։ Շփոթում եք ռուսական ճնշումները եւ ինքնաճնշումը։ Մենք ինքնաճնշումի վիճակի մեջ Էդի մարդկանց ուղեղի մեջ իրանք առավոտը վեր են կանում, վախի մթնոլորտում, իրանք իրանք սկսում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններու կոնտեքստը, այս բոլորը Ռուսաստանը գրնա մարսել, որովհետեւ միջազգային մամուլը, նույնիսկ արաբական մամուլը, որ ոչ մեկ կապ ունի հարավային Կովկասի հետ, այնտեղ կվերլուծեմ, որ Ռուսաստանը հերանում է։ ինչ որ մի որը լոշտակ Բիբի Նետանյախուին է, որոշել է, որ ինքը պետք է մեծ Իսրայել ստեղծի։ Արա չէ, ընկե, չէ։ Չի լինելու։ Նետանյախուի ազգանունը գիտեք ինչ է։ Վինյամին Միլիտկովսկի։ Իրա պապին ծնվել է Բելարուսում։ Դուք իրադեսական կտեսնեք արցախցիներու վերադարձը։ Ինչ հիմքով Ադրբեջանի լուծինդակ։ Միջազգային իրավունքի, այսինքն Ադրբեջանի լուծը որն է, կարող է Ադրբեջան չլինի։ Ինչպես։ Որտեվ դա արհեստական բան է, ստեղծված Քեմալի եւ Ստալինի համատեղ գործողություններով ստեղծված խաղաղության խոսույթ չէ հիմա, վանգա։ Իսկ ով ասեց, որ ես խաղաղության խոսույթի մեջ ինչ-որ բան ունեմ անելու։ 70-ականների սկզբից, եթե ոչ 60-ականների, Ադրբեջանը կառավարվում է մեկ ընտանիքի կողմից։ Քանի անգամ ասել եմ, ժողովուրդ, Ադրբեջանի հետ զենքով չեն կռվում, Ադրբեջանի հետ արտաքին հետախուզությանը ասում ես, արև ձեզ, 3 տարի հետո ստանում ես տարակած Ադրբեջան։ Բարև ձեզ Արևելքի հարթակով, ես Սակարյանն եմ, հյուրս սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է, բարի եկած, բան Սարգսյան, սա մեր առաջին զրույցն է նոր խորհրդարանի ընթരാճ։ Ինչ կգարձեք, եթե այս արդյունքներու չեղարկման գործընթացը դաբալի, ի վերջո այս մանդատները պիտի վերցվին Ընտիմության կողմը է, ուզում են վերցնեն, ուզում են չվերցնեն, այդ ոչ մի չի։ Բայց քաղաքական օրագարկը այսօր այդ է, բան Սարգսյան, դուք ինչպես կդիտարկեք քաղաքական օրակարգ, դա քաղաքական օրակարգ չի, դա իմ օրակարգն է։ Քաղաքական օրակարգը հիմա եվրոպական ինտեգրման ճանապարհն է եւ այդ ինտեգրման արագությունը, որը որ Փաշինյանը պետք է ապահովի։ Մնացած օրակարգ չի։ Մնացած ինչ որ մարտավարական հարցեր են, շատ փոքր, որոնց նշանակությունը Հայաստանի համար թե քաղաքական եւ թե սոցիալական եւ թե պատմական տեսանկյունից զրոյական, որովհետեւ ասենք այն ուժերը, որոնք փորձում են հիմա ինչ-որ կերպ վերանայել ընտրությունների արդյունքները, իրանք խաղից դուրս են։ Իրանք վաղուց մարած օբլիգացիաներ են, իրենց հետևում ոչ մեկ չկա։ Այդքան վստահ եք։ Միանշանակ։ Իսկ 40%-ի մասին կխոսվի, բան Սարգսյան խորհրդարանի մեջ 40-60։ Դե հիմա 40-60 հետո ինչ։ Այսինքն իրենք այլևս թելադրող չեն ծեր գարձիկով, ոչ ալ փողոց կրնան բանն։ Բացառվում է դա, իրանք որ երբեք թելադրող չեն եղել։ Առավել եւս փողոցի տեսանկյունից իրանք թելադրող չեն եղել։ Փողոցը նշանակում է, որ դու ունես երիտասարդություն, երիտասարդության ձայներ։ Իրանք չունեն երիտասարդության ձայներ։ Իրանք ունեն ձայներ 60+։ Էն էլ ոչ բոլոր դեպքերում 60+։ Իրանք ունեն ձայներ, որոնք կպածեն Ռուսաստանին, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը մտնի Եվրոպայի կամ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական եւ այդ իրավական դաշտը լինի եվրոպական։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ տեղ կաշառքով գործանեն, ինչ-որ միտեղ ստանդարտները չպահեն, ինչ-որ միտեղ պայմանավորվեն, ապօրինի շինություն անեն, գնան, ասենք, չգիտեմ, 6 հարգանի շենքի գումար տան, հետո 18 հարգանի շենք սարքեն, պայմանավորվեն քաղաքապետի հետ, հետո պայմանավորվեն նախարարի հետ, հետո հարկայինում մի քիչ կաշառք տան, հետո այնտեղ մի քիչ կաշառք տան, այդ իրենց պատկերացրած այն ինչ որ եղել է մինչև կոպիտ ասած 21 թիվը մինչև հեղափոխությունը, ասենց ոնց ուզում եք ասեք։ Այդ այն մոդելն է, որով որ Հայաստանը կառավարվել է ի սկզբանե Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք։ Իրանք դե հիմա իրանք տենց լավ են իրանք։ Ընդ որում իրանք հիմնական արմատը նաեւ Ռուսաստանում է։ Թե գաղափարական, թե ֆինանսական, թե աշխարհակալման մասին այդ իրանք պատկերացումները, այդ բոլորը ընդեղ է։ Իսկ դա արդեն ժամանակավոր մեռել է։
Այս կան նախաձեռնութենը, այդ Ռուսաստանը այսքան հեշտ կքաշվի այս խաղեն։ Այս բոլորը գուլգուդա։ Իրանից ով է։ Մինչև հիմա չեն տունած, օրինակ ընդրություններու Իրանից ով է Փաշինյանի հաղթանակը։ Իրանց ով է հարցնում։ Կան բաներ, որոնք վերա մեր ուժերից, չէ, ասենք մեր ուժերից վերա կանգնեցնել անձրևը, Ռուսաստանի ուժերից վերա կանգնեցնել Հայաստանի եվրոպական ինտեգրումը, հնարավոր չի։ Գործընթացը։ Ոչ մեկին հնարավոր չի դա։ Լինի դա ռուսամեծ Թուրքը, լինի դա Պուտինը անձամբ, լինի դա ով ուզում է լինի։ Հնարավոր չի այդ գործընթացը չենք գնում, ինքանք են եկել։ Էլի եմ ասում, Հայաստանը ոչ միտեղ գնալու կարիք չունի։ Հայաստանը միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մի մաս։ Մեկ անգամ է եղել 20 թվականին, որ Անտանտը, այսինքն Արևմուտքը, հանձնել է Հայաստանին։ Դրանից հետո ինքը ստացել է մի այլանդակ վիճակ Մերձավոր Արևելքում, որը ավարտվել է հիմա ամբողջությամբ ոչնչացրած քրիստոնյա բնակչությունով, անհասկանալի իսրայելական ռազմական հանցագործություններով, անհասկանալի ցեղասպանություններով, որոնք ասենք բացի հայոց ցեղասպանությունից ասորիներ, հույներ, յեզդիներ, այս ամբողջ ծավալը քուրդերը անշուշտ պետքա քուրդերին իշատակենք, ընդ որում քուրդերը թե Թուրքիայում եւ թե Իրաքում եւ Սադամի ժամանակ երբ քիմիական զենքակիր արվել, ալավիները, որոնք բոլոր մնացած երկրներում ճնշված էին, իսկ Սիրիայում ճնշողի դերում էին, այս ամբողջ այլանդակությունը եղել է նրանից, որ 20 թվականին Անտանտը չպայեց Հայաստանին։ Ավելի շուտ ոմանք հիմա դաշնակցություն կոչված են ժամանակվա իրանց նախնիները որոշեցին, որ իրանք միջազգային ինտերնացիոնալի հետ, բոլշևիկների հետ եւ քեմալիստների հետ պետք է պայմանավորվեն։ Չնայած Օսմանյան հանրապետությունը 20 թվականին ճանաչել էր Հայաստանի հանրապետությունը եւ իր սահմաններով հիմա իր ամեն ինչով։ Լենինը եւ Ստալինը պայմանավորեցին քեմալիստների հետ, քեմալի անձամբ եւ այդ հեղափոխական ահաբեկչական երկու կազմակերպության շնորհիվ այս տարածաշրջանը ամբողջությամբ մարդկանց կարող է թվում դա միայն Հայաստանի հարցն էր։ Հիմա նոր է Եվրոպան հասկանում, որ դա մենակ Հայաստանը չէր։ Դա ամբողջ Մերձավոր Արևելքն է։ Գիտեք, այստեղ նրբուճումը գա, դու գսիկ Եվրոպա, արևմտամետ ուժեր, այնտեղ նաև խորհրդարանի մեջ օրինակից գա, բայց նրբուճումը գա, որ չեն գսկար, որ ԿԲ-ն այդքան խանդավառ է այդ ամեն ինչով եւ նաև փաստ է, որ այսօր այդ արևմտամետ ուժերեն ոչ մեկը Նիկոլ Փաշինյանին գողքին չէ խորհրդարանի մեջ։ Իսկ ով է դες արևմտամետ ուժը։ Դե Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան արևմտամետ ուժ չի։ Այդ ուժերում մեջ չեն այս բոլորը միասին որ նախաձեռնեցին, բան Սարգսյանը եղավ ԿՊ-ի կողքը եւ դրա պատճառով պարտվեց այս ընտրությունները։ Արման Բաբաջանյանը երբևիցե արևմտամետ ուժ չի եղել, ինքը միշտ կոնֆորմիստ է եղել, տեղավորվող, ուրիշ ոչ մի արևմտամետ ուժ չի մասնակցել այս ընտրություններին։ Այսինքն միակ ցախողած մարդը Արամ Զավենի Սարգսյանն է։ Միակ արևմտամետ ուժ կար Արամ Սարգսյանն էր Հանրապետություն կուսակցությունը, որը արևմտամետ է, բայց ոչ եվրոպամետ, Իրանը ամերիկյան մոդելն է, ինքը ամերիկյան բանի, արևմտյան մոդելի ամերիկյան վարիացիայի կողմնակից է, հա, ինքը եվրոպական չի։ Խոշոր բիզնես, տենց լավ պահպանողական, դասական պահպանողական, խորը քրիստոնյա արժեքների վրա հիմնված, խոշոր բիզնեսի շահերը պաշտպանող մոդելն է։ Այո, մարդու իրավունքներ բաներ, բայց բոլորը այդ կոնսերվատիվ տեսանկյունից։ Ուրիշ ոչ մի արևմտամետ ուժ ստեղ չկար։ Իսկ այդ մեկը գխանկար է Փաշինյանին, որտեղ մենք կտեսնենք երկրորդ պլանը ուժեղ Հայաստան, Հայաստան Տաշինք եւ ՓՀԳ։ Երկրորդ պլանը ռուսական, դա Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ուժերն են, այո, մի մասը խիստ ռուսամետ, մի մասը եւս կոնֆորմիստ, որոնք ուղղակի են միշտ ճամբարում են, որոնք ուզում են, որ ոչինչ չփոխվի Հայաստանում եւ Հայաստանի տնտեսական կառավարման ստանդարտների միջազգային հարաբերություններում այդ բոլոր մոդելները մնան այնպես, ինչպես իրանք կային վերջին 30 տարվա մեջ, որպեսզի իրանց լինի հարմար, իրանք կարողանան գումար աշխատեն։ Այդ բոլոր մարդկանց համար, ովքեր այդ այսպես կոչված ռուսամետ թևի մեջ են, պետք է որ Հայաստանում ոչինչ չփոխվի, իրանք ապրեն շնչեն Ռուսաստանում, բայց Հայաստանը օգտագործեն որպես բեկապ։ Հայաստանով փող լվանան, Հայաստանում գան ծիրան ուտեն, ես դրանց ասում եմ ծիրանազավրներ։ Իրանք գալիս են մի հատ հունիսի վերջ ծիրան են ուտում գնում են։
Դրանից հետո Հայաստանը կա, չկա, ինչ ալնում, ողբան նվագ լացակումած երկու հատ կարող է post գրեմ Facebook-ում։ Ասեց չէ այդ քվեարկողը, ասում է քվեարկեմ, Ու գնամ։ գնամ, խառնվելու է իրար։ Հա, դե որովհետեւ ես ինքը գնում։ ապուշ է, ինքը չգիտի որ ոչ բան չի խաղում։ Վիրավորում ենք, պարոն Սարգսյան։ Չէ, եթե հայհոյեի, դուք կհասկանայիք, որ վիրավորում եմ, ես չեմ վիրավորում, ինքը ապուշ։ Հայերենում ապուշը նշանակում է անուշադիր, այսինքն ինքը ուշադրություն չի դարձնում։ Ստեփան Բարդամյանին է գրգնում հիմա։ Ինչ ասես, ինքն է ինձ կրկնում, առաջինը ես եմ 5 տարի առաջ այդ բանը ասել։ Դե ոբշի ամեն դեպքում հիմա ստեղ իրավիճակը այնպեսին է, որ գոյություն չունի այնպեսի մի ուժ, որը ԿՊ-ի կողքին բացի դե հիմա Արամ Զավենին էլ կանգնած է իրականում քաղաքապետարանում, բայց մենք տեսանք, որ դա չի օգնում։ Հիմա վերադառնանք ԿՊ-ին, ԿՊ-ն արդյոք կարա եվրոպական առաջնորդները եկան ստեղ, ինչ հետո եկավ նաև JD Vance, հետո եկավ նաև Rubio-ն եկան ասեցին։ ԿՊ-ի առաջնորդը շուտով գերտա Մոսկվա, գիտեք։ Հիմա ասում եմ, հիմա իրանք որ արևմուտքը որոշեց, որ Նիկոլը դա չարյաց փոքրագույնն է, էսա։ Էսա որ կա։ Էսա որ կա չէ։ Էսա։ Էսա։ Հիմա սրա հետ ես կամ մի 5 տարի սրա հետ յոլա գնա։ Յոլա գնանք։ Էտա յոլա գնալու հարցն է, չարյաց փոքրագույնն է։ Ինչ վերաբերում է Մոսկվա գնա, պարզապտի գնա։ Պարզապտի գնա, ինքը դասական հեղափոխական չի, որ դնի ամեն ինչ փոխի։ Ինքը ուղղակի փորձում է ինչ-որ մի կերպ էս ամբողջ հարցը լուծի։ Միևնույն ժամանակ, ասենք Եվրամիությունը հայկական արտադրանքի համար բոլոր բաները բացել է։ Հետո Նիկոլը ասել է, որ ինքը կգնա։ Այո, ասել է։ Այդ երբ կգնա, հələ դա էլ է հարց։ Հետո կգնա ինչ կքննարկի։ Քանի որ իր ասելը, որ գնալու է, եղել է ավելի շուտ, քան Ուրսուլա ֆոն դեր Լայնը ասաց, որ ծաղիկները, ծիրանը եւ այդ մեր գյուղատնտեսական ապրանքների ճնշող մեծամասնությունը ըստ ծավալի Եվրամիությունը ընդունում է։ Այսինքն Նիկոլը ասաց, որ կգնա, ինչ որ ժամանակ անցավ այն մնացածն է, փագեցին, Եվրոպան ասաց բեր ապրանքը։ Այդ իր ասելը եղել է մինչև Եվրոպան ասել է բեր ապրանքը։ Հիմա եթե այդ ապրանքը գնում է Ռուսաստան չի, այլ գնում է Եվրոպա, Ռուսաստան գնալու իմաստն է կորել։ Մենակ գազն է, գազի թեման է։ Գազի թեման էլ մեր մեջ ասած շատ հեշտ կարելի է այդ հարցը լուծել, եթե ժամանակի հետ մի քիչ Այսինքն դուք չեք վախենում համա Ես տնտեսական կյանքում չեմ վախենում, փլուզումից։ ես բոլորին ասում եմ մի վախեք։ Ես ոչինչից չեմ Չվախեք, վախենում։ Հա, ոչ որտեղ։ Բայց այդ ռուսական ճնշումները, Չէ, ռուսական ճնշում չկա։ այդ գազի հարցով ինչ կլինի Հայաստանի վիճակը։ Շփոթում եք ռուսական ճնշումները եւ ինքնաճնշումը։ Մենք ինքնաճնշումի վիճակի մեջ ենք։ Էդի մարդկանց ուղեղի մեջ իրանք առավոտը վեր են կանում, այդ վախի մթնոլորտում իրանք սկսում են բան։ Միշտ հիշեք Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը ամենալավ նկարագրող ստեղծագործությունը դա Կիկոսի մահն է եւ Մկների ժողովը։ Այսինքն Կիկոսը հələ ոչ մի բան չարած սկսում ենք լացել, որ սաղ մեռել են եւ Մկների ժողովը ճիշտ լուծումը գիտենք, ոչ մեկ չի անում։ Այս երկուսի մղձավանջից այս ազգը դեռ չի դուրս եկել։ Լինի դա Սփյուռք, լինի դա Հայաստան, այս ամեն ինչից պետքա դուրս գալ։ Սրա դուրս գալը շատ դժվար է։ Բայց պետք է արվի։ Եվրոպացիք հիմա մեր փոխարեն դուրս են գալի, էլի։ Իսկ առհասարակ ինչպես կբادگերացնեք խորհրդարան, նոր խորհրդարանի կյանքը, նույն ցևով պիտի ընթանա, ինչ որ մենք ագանադես եղանք, այսինքն միան բորչը դուք եւ իրար խփոցի, ինչ են գոչում բոքսի դանցիկ, չեմ գիտեր։ Դե դա նույն բանն ալնու վեր են կանալու իրար վրա գորան լիր փչացած այո, ինչքանով օգտակար է մեր քաղաքական կյանքի միևնույնն է, պետք է դիմանա։ Հեղափոխությունը ավարտվում է։ Հիմա վերջի շունչն է, այս բոլոր այս ուժերը, որոնք կան, այդ թվում Նիկոլը։ Այդ ուժերն են, որոնք նույնիսկ որոնք անցել են ազգային ժողով, իրանք պետք է վերջանան։ Իրանք պետք է սպառվեն։ Իրանք պետք է իրար ուտեն, սպառվեն, զրոյանան։ Դրա համար եմ շատ ուրախ, որ 19 հոգի մասնակցեցին, որոնցից 3 անցան 4-ը կարող անցնի, կարող չէ, բայց այն մնացածը արդեն վառվեցին, գնացին, վերջ, նրանք այլևս վերադարձ չի լինի։ Ոչ վերադարձ պետք է լինի, ոչ իրանց անունը մենք պետք է հիշի։ Մենակ բան, բայց էլի հրաբարագում գլնեն, էլի ժողովուրդ կհավաքեն։ Մենակ թանգարաններում։ Մենակ թանգարան։ Այն 19-ը մենակ թանգարաններում։ Այդպես կտեսնեք դուք։ Այտենց պետք է լինի։ Այդ զոմբի ապոկալիպսիս ինչքան կարելի է մեռած դիակը հանել փողոց։
զվծրիկ, հասկացանք, պրծավենի գնաց։ Ինչ վերաբերում է ստեղ կա այսպես կոչված հին մոդելի, հին կառավարման մոդելին հակված եւ որպես դրացանցյալ ռուսամետ քաղաքական ուժեր կամ ռուսամետ ուժեր եւ դրացանցյալ հին մոդել եւ կա Նիկոլ Փաշինյան, որը եւս ռուսամետ է, բայց ինքը հին կառավարման մոդելի հետ յոլա չի գնում, ինքը ուզում է այդ հին կառավարման մոդելը մի քիչ փոխի, մի քիչ ընդամենը Գիտեք, վերադառնալով նախընտրական բայկարին Փաշինյանի խոսույթին, դուք կգարձեք, որ ինքը իրապես տիրախ պիտի դարձնե ընդդիմության բարակլուխներուն եւ այդ մեկը գարձես դրած է այսպես ժամացույցի պես եւ իր հանրույթին համար շատ հաճելի է այդ խոսքերը լսելը, պիտի փագեմ սրան նրան 3 գլխավոր դա իր մոտ բան է հրացանագիրներուն եկեք սենց ասեմ այդ երագլուխ ընդդիմությունը այո դա իր մոտ հաղթող խաղակարդ է հա երևի տենց ավելի ճիշտ է այսինքն ինքը կպահի միջև վերջ Կբայի, իրանց այդ խաղակարդը կբայի եւ ցույց կտա տեղին կարտի պես։ Ամեն անգամ խաղա, բայց ոչ ոք չի անի։ Այսինքն լուրջ այդ փոփոխությունը։ Տեսեք հիմա արդեն կանի, որ իրանցից առնվազն 2 ազգային ժողովում եմ, դա վերածվելու է քաղաքական հետապնդման, քաղբանտարկյալների եւ այլն, բարձր հիմա իմաստ չունի արդեն, այդ շուտաներ, որ չի արի արդեն, ինչ։ Այս բոլորի լույսին դակ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններու կոնտեքստը այս բոլորը Ռուսաստանը գրնա մարսել բան Սարգսյան, որտեվ միջազգային մամուլը նույնիսկ արաբական մամուլը, որ ոչ մեկ կապ ունի հարավային Կովկասի հետ, այնտեղ կվերլուծեմ, որ Ռուսաստանը հերանում է, վագոններով հերանում է։ Այդ հերացումը ամբողջական կլինի, այսինքն նկատի ունեմ ես 105-րդ զորա 102 բազան այլ թրույթներ, ինչ որ դրանք տարբեր շերտերի վրա հարթություններ են, հա, դուք ինչ կնախատեսեք այս հարաբերություններով այս կադենցիայի ընթացքում այս ընտրական փուլի ընթացքում դժվար 102-ը հանեն, բայց գնալով ռուսական ներկայացումը հիմնականում նույնիսկ ոչ թե այդտեղ, այլ ավելի պայմանագրային մակարդակներով, հա թուղթի մակարդակով ինքը ասենք մի քիչ ԵԱՏՄ-ից մի քիչ ավելի շատ բան կստանան, մի քիչ էս կողմինքով, բայց խնդիրը նրանում չի, որ ինչ-որ բան է, տեսեք, ոչ 102-րդ բազան, ոչ երկաթգիծը կարան 28 թվականին լուծեն Թուրքիայի հետ այդ կտորը բացեն, որտեղ պետք է որ բանը ավարտվի։ Կոնցեսիայի այդ 5 տարվա ժամանակահատվածը պետք է ավարտվի, այսինքն կարելի է 28 թվականին ռուսներին կոնցեսիայից կտրել, բայց այն սաղ մնացած հարցերը, ասենք, չգիտեմ, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը կասեցնել բան այդ ամբողջը չեն անի, որովհետև Նիկոլ Փաշինյանի մոտեցումը այնպեսին է, որ ինքը ոչ մեկի հանդեպ ոչ մի քայլեր չի ուզում վճռական չի ուզում ոչ ուզում է սուր քայլ անի, ոչ լավ քայլ անի հիմա դրա մեջ Եվրոպան տեղավորվել է նիարեաբը նիամիասը այդ վիճակը նիրիբը նիմասը ոչ հա ինքը բանը տեսեք Եվրոպան այդ մոտեցումը Հայաստանի ընդունել է որպես տրված խնդիր է հիմա իրանք խնդիր են լուծում խնդրի լուծումը հետևն է այս սուբյեկտը սենց է գործում ինքը ոչ մի քայլ չի անում եթե իրենց քայլը պետք տեղավորվում ենք դրա մեջ դե իրանք ասում են մենք տեղավորվում ենք որովհետև հիմա եղած 300 միլիոն եվրոյի պատմություն է մենք 300 միլիոն եվրոն կտան իրա գյուղատնտեսական ապրանքները կառնենք փողը կտանք որպեսզի կարողանա հանգարց եթե Ռուսաստանը սրացնի ճգնաժամից դուրս գա, մենք կաջակցենք, որպեսզի ստանդարտները փոխի, մենք վիզաների ազատականացում կանենք, մենք կաջակցենք, որպեսզի Fortex-ը գա եւ սահմանները վերահսկի Եվրոպական միության կանոնակարգով Հայաստանի, այսինքն վերջնականորեն ռուսական զորքերը բանկանեն։ Մենք ճնշում կամ ոչ ճնշում, այլ դրական կազդենք Թուրքիայի վրա եւ սահմանը կբացվի եւ բացած սահմանով կսկսվի շրջանառ ապրանքաշրջանառություն, ես այսօր կարդացի թուրքական մամուլը, չեմ հիշում ինչ էր, որ գրել էր մոտավորապես 2 կետը, որ բացվեց, թե բան Երևանի գդիր եւ թե Գյումրի կարս։ Այդ երկու ուղղությունները, որ բացվեն, դրանց ապրանքաշրջանառությունը ուղիղ արդեն կվերածվի մոտավորապես 1.5 միլիարդ եվրոյի։ Դա այսօրվա 300 միլիոնից մոտավորապես 5 անգամ ավել է։
եւ հետեւաբար Վրաստանի այդ միջնորդավճարները չկան համեժանա, դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունները դուրս գան այնպիսի մակարդակով, որ Թուրքիան, եթե չեմ սխալվում, կարող է դուրս գալ նույնիսկ երկրորդ տեղ, եթե ոչ առաջին։ Ըստ բանի, հա, եթե դա Թուրքիան է, կամ եթե Թուրքիայով Եվրամիությունն է, ապա Եվրամիությունը 100% դուրս է գալի առաջի տեղ, որպես մեր արտաքին առևտրային գործընկեր։ Իսկ սա ֆանտաստիկ բան է, արդյունք է։ Բացի դրանից, եկեք չմոռանանք, Թուրքիան կուտակում է բավականին մեծ գազային պաշարներ, այսինքն տարբեր տեղերից Դարձած ինքը, ուզում է դեռևս չի դարձել, բայց հա, ուզում է, ինչ որ կա այդ հնարավորությունը, առնվազն ինքն էլ ունի։ Մենք էլ ունենք այդ հնարավորությունը օգտվելու օրինակ Թուրքիայից, ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում վտանգի տեսանկյունից Թուրքիայից, Ադրբեջանից ստանանք թե Ռուսաստանից։ Այլ չասած, որ մեզ մի գիծապետ ընդամենը հիմա փոքր, ոչ շատ մեծ, ոչ հիմնական, մի գիծապետ, որը գա հասնի Հայաստան, մենք կարողանանք ինչ-որ չափով դիվերսիֆիկացնենք, մինչև Իրանի գիծը սարքենք այն, ինչ որ նախատեսվել է, այսինքն հիմա 700 մմ-ա տրամաչափը խողովակի պետքա սարքել 1400, այսինքն կրկնապատկել։ Ունենք այդ հնարավորությունը, ամեն ինչ պատրաստ է, այնտեղ նախատեսված է եւ նախագծված է 1400 մմ-ի, հետեւաբար մենք դրանով իսկ Պարսկաստանից, Թուրքիայից, որը այնտեղ չգիտեմ որտեղից է գալի այդ գազը, Քաթարից է, Իրաքից է, միջերկրական ծովից է, էական չի։ Ու կամ նույնիսկ Ադրբեջանից է, ինչ կապ։ Գազը գալիս է, այլ։ Այս երկու գիծը, որ ունենանք, այսինքն Թուրքիայով որ պտտվի, չասեմ ուղիղ Ադրբեջանով գա, որտեղ դա հիմա չի լինելու։ Թուրքիայով պտտվի նույն ադրբեջանական գազը կարա լինի։ Եվ Պարսկաստանից գալիս է, եւ Ռուսաստանի գիծն է պահենք, որտեղ տղեկ կամ ուզում եք կամ ռադներդ քաշեք։ Հիմա կոպիտ ասած, ձեզնից էլ կարանք առնենք, եթե շատ եք ուզում, եթե տենց Նիկոլի տրամաբանության մեջ մնանք։ Իմ կարծիքով պետքա փակել իրանց ռադանել։ Բայց օքեյ է, հիմա մի քիչ էլ իրանցից կվերցնենք։ Այդ դեպքում ասենք գազի հարցը մենք լուծում ենք։ Ամբողջ բանը չվախեքն է, այսինքն դու պետք է չվախենաս լուծում գտնես։ Որ վաղը մեզ խեղդե։ Մեր հիմնական խնդրեմը այն է, որ ոչ մեկ չի ուզում որոշում կայացնի, ոչ մեկ չի ուզում լուծում ման գա։ Որովհետև լուծում ման գալու համար դու պետք է որոշես, որ դու պետք է լուծում գտնես։ Հիմա բոլոր մեր խնդիրները գալիս են նրանից, որ այն մարդիկ, ովքեր պետքա լուծում տան, նույնիսկ չեն կարողանում որոշել լուծում փնտրելու։ Որտեվ ասում են ինձ պետք չի, ես որ սկսեմ բան մանգալ, ինձ գալու են հետո պատժեն, հարցնեն խի ես արեք, ես ով է տենց հրաման տվել։ Այսինքն ոչ մեկ պատասխանատվություն չի վերցնում։ Սա է Հայաստանի կրիզիս է սա։ Սա սփյուռքի խնդիրն էլ է։ Ես մեկ մտածում եմ, որ ԵՂՌ-ն իր նպատակին հասել է։ Բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում էին որոշում կայացնել, վերացնել։ Ու հետո, քանի որ այս տարածքն է ավելի շուտ դեռ եղել է ռուսական կայսրության ազդեցության տակ եւ 1829 թվականից բոլոր որոշում կայացնողներին Ռուսաստանը սպանել է տարբեր ձևերով։ Մենք ունենք այդ ցավալի իրականությունը, որ բոլոր նրանք, ովքեր կարող են որոշում կայացնեն, գենետիկորեն ոչնչացված են, մցրած է մարդկանց մեջ, որ դու չպետք է որոշում կայացնես, դու չպետք է ոչինչ անես, դու չպետք է տարբերվես, դու չպետք է ինքդ վեր կանաս ասես ես սենց հարց ունեմ։ Ամեն ինչը սարքած է, որ հեզ, վիզը ծուռ, ոչնչություններ մեծացնեն, դաստիարակեն ու սաղ կյանք իրանք տենց ապրեն, ոչ մեկ ավելնորդ հարց չտա, ոչ մեկ հարց չնայի, ոչ մեկ բան չանի։ Այս բանն է, էլի։ Ահա որ մի հատ վիճակ է, որից պետքա դուրս գալ, այդ դուրս գալու թեման է։ Ու էլի եմ ասում, սա Հայաստանի մասին չի։ Մենք ստեղ ավելի շուտ ենք բանում։ Ես այս վերջի բանս որ եղավ ճամփորդությունս, ես Սփյուռքում նույն բանը տեսա։ Եվրոպայում ապրող Սփյուռքը ինձ մոտ տենց տպավորություն որ Թուրքմենստանի ստրուկը լինեին։ Մարդիկ Եվրոպայի սրտում ապրում են, Թուրքմենի ստրուկի պես։ Վիզը ծուր, վախեցած, մի բան ես ասում, կամաց, տանջված, որ նա բլղուր ծախողի տրամաբանությամբ ապրում են, ինչ են ապրում, ոչ մեկ չգիտի։ Ասենք, ինչ եք եվրոպական երկրում ապրում, եթե դուք ապրում եք որպես թուրքմենի ստրուկ։ Գնացեք աշխատում նույնը նկատած եմ Բոլսո մեջ, հանգարց բարձր չխոսիս։ Դե հələ փորձել Թուրքիա հասկանում ես, ընդ պատմականորեն բանը, ասենք, մինչև 55-56 թվականին է վերջի անգամ եղել, հիշում են, մարդիկ կենթանի են ովքեր տեսել են այն ինչ որ տեսել են։ Հիմա բայց դու եթե ապրում ես դու Ֆրանսիայում, այտենց
Դարած են գանդեղ են երևի։ Հասկացանք, բայց դա ասենք ինչի ես գնացել Ֆրանսիա, եղբայր։ Եթե քեզ կոմֆորտ է, եթե դու գնացել ես ազատ երկրում ապրես որպես տրուկ, դու ապուշ չես։ Նախացերն ես, առաջ նայես։ Պարոն Սարգսյան, գիտեք հիմա ամենակարևոր օրագարկերը մեկը Հայաստանի համար սահմանադրության հարցը պիտի լա, Փաշինյանը լուրջ խնդիր պիտի ունենա, որովհետև չունի բացարձակ մեծամասնություն եւ ադորտ իմաց միշտ այս վերջին երկու օրերը շատ ընդդիմադիր գործիչներ գիշեցնեն իր սպառնալիքը ճագերդի մեջ, որ սեպտեմբերին մենք հեսա բادرազմ ենք ունենալու, եթե չփոխենք սահմանադրությունը, եթե չհանենք անկախության հռչակագիրը, որուն մեջ գրված է թե Հայաստանը Նիկոլը երբեք տենց բան չի ասում։ Իր սահմանադրության չէ, իր սահմանադրության փոփոխման մեջ տեքստը նրա մասին է, որ իրավական համակարգը պետք է։ Ինքը չի ասում, որ այդ բանը պետք է փոխվի։ Ոչ մեկ իրանց ինքը այդքան լավ ասցինք Մեծ հռչակագիրը, բայց ինչքանով կհամանգնի, բայց այնպես չի, որ ասենք Ադրբեջանի հետ նստելու Չէ, այնտեղ հարցը հետևյալն է, չէ, բոլորս հասկանում ենք այդ ինչա, բայց նախ եւ առաջ գոյություն ունի հանրաքվեի կազմակերպման եւ նախաձեռնման այլ մեխանիզմներ։ Ես իհարկե սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ, բայց եթե չեմ սխալվում 300,000 ստորագրություն հավաքելու պարագայում դու կարաս նախաձեռնես։ Այսին լուծելի է ծեր գա։ Իհարկե լուծելի է։ Ինքը հիմա այդ խնդիրը որն է, եթե ինքը Այդպեսով մենք չենք տաղեր Արցախի հարցը ընդհանրապես։ Ինչ եք կարծում։ Այսինքն Դե ինտիմություն համար այդ խոսույթը միշտ կա, որ այս իշխանությունները այն որ Ռուսաստանից եկած էին այդ ընդդիմության համար Չեմ գիտեր որ գեհ։ Դե բա իրանց հարցն են ցել դուքան ցավում էին, դու գնային Արցախում ապրեին։ Ինչի՞ն ռադները քաշը Ռուսաստանում։ Այսինքն ես այդ 4 հարց եմ տալիս, էլ ինչ վերաբերում է Արցախի Հռչակագրի Չէ, հռչակագիրը չի, Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությունը ամբողջությամբ միջազգային իրավունքի դաշտում է եւ ապահովված է միջազգային իրավունքով։ Այսինքն, եթե Ադրբեջանը դա չի ապահովում, ինքը միջազգային իրավունքի խախտող է։ Ուշ թե շուտ դա աշխատելու է։ Դուք իրադեսական կտեսնեք արցախցիներու վերադարձը։ Ինչ հիմքով Ադրբեջանի լուծինդակ։ Միջազգային իրավունքի։ Այսինքն Ադրբեջանի լուծը որն է, կարող է Ադրբեջան չլինի։ Ինչպես Որտեվ դա արհեստական բան է, ստեղծված Քեմալի եւ Ստալինի Քեմալի եւ Ստալինի համատեղ գործողություններով ստեղծված խաղաղության խոսույթ չէ հիմա, բան գա։ Իսկ ով ասեց, որ ես խաղաղության խոսույթի մեջ ինչ-որ բան ունեմ անելու։ Խաղաղությունը այդ այն բանն է։ Մարդը ով չգիտի սիրտի ինչ տեսք ունի։ Օրինակ, եթե սրտի վիրաբույժ հարցնեք, ինքը ձեզ կասի, որ սա սիրտ չի, սա հետույք է, սիրտը սա է։ Ամեն դեպքում լավ, բայց ինչպես այդ սահմանադրության խնդիրը պիտի լուծե Փաշինյանը, որուն հիմքով ինքը դակնա Ալիևին ինչ որ բան խոստացած է։ Այդ իմ խնդրեմը չի։ Ով ասաց որ խոսքատվել դա։ Հարցնեմ ես, բարձրապես մեկ ոչ մեկ չգիտի ինքը ինչա խոսքատվել թե խոսք չի տվել դա մեկ։ Այդ ուրիշ խոսք։ Մեզի այդ թուղթն է կարևոր, այդ խաղաղության թուղթը։ Մեզ կարևոր է որ Թուրքիան սահմանը բացի։ Այդ խաղաղության թուղթը ես մեկա արևածաղիկ եմ մեջը մաքրել։ Այո, գարաս այդտեղ չրտես։ Փաթաթեմ, հա, ձուկ եմ փաթաթել մեջը, հետո տանելով շպրտեմ ինձ այդ խաղաղության թուղթը Ադրբեջանի հետ։ Ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև Ադրբեջանը որպես այդպեսին, ոչ էլ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքը իմ համար կասկածելի հիմքերով է մեկ, որպես հանրություն ինքը ունի խնդիրներ։ Ինքը իրականում Սուրիայի ավելի վատ տարբերակն է։ Լալու հավանականություն կա։ Այո, ինքը Այսպես մեր ագենտիրները պիտի ուրախանան։ Ինքը գոյություն չունի որպես այդպիսի։ Ինքը տարած կա, որը ստեղծել է Էնվերը եւ Ստալինը որպես հակաբրիտանական միավոր։ Որպեսզի պայքարի Բրիտանիայի ազդեցության դեպ Պարսկաստանում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում եւ հետո դեպի Հնդկաստան։ Միսիա ուներ այսինքն։ Այդ միսիայով ինքը ստեղծվել։ Հետո ինքը տենց ինչ-որ մի կերպ քրքաշ յոլա է գնացել, այնտեղ դարձել է մեկ այլ բան, ինքը հետո Ստալինի կողմից օգտագործվել է որպես Պարսկաստանի հյուսիսի համար պլացդարմ, որպեսզի ինքը ստեղծել էր այդ Ադրբեջանը պայմանական կառուցողականներին, որ ուզում էր գրավել այդ տարածքը միացնել սովետական միությանը, որպեսզի այդ նավթն էլ վերցներ Պարսկաստանի։ Այս ամբողջը ինքը ֆեյքի մեջ է։
Հասկանում եք, բացի տեսեք մոտեցումը, որ ոչ միայն սխալ է, այլ նաև բավականին ինձ համար տարօրինակ 70-ականների սկզբից, եթե ոչ 60-ականներից, Ադրբեջանը կառավարվում է մեկ ընտանիքի կողմից։ Դա Ալիևների ընտանիքն է։ Սկզբից եղել է Հեյդարը, հետո եղել է որդին։ Հետո կլինի թոռը, եւս Հեյդար։ Ընթացքում եղել է երևի 4-5 տարի, որ եղել են ուրիշ Մուտալիբով, ինչ է, Բագիրով, Մուտալիբով ու Էլչիբեյ, վերջինը Թուրքիայի դրածո Մուտալիբովը ավելի տենց ինչ որ լիբերալ սովետ բոլշևիկների կողմից դրված եւ Բագիրովը ուղակի տեխնիկական, երբ որ բանին հանեցին։ Հիմա այս ամբողջ հարցը ինքը լուծում չունի։ Այդ տարածքի վրա ինքը որպես պետականություն, պետական ինստիտուտների միավորում դեռևս չկա։ Ինքը 200-300 տարի պետքա լինի, որպեսզի մենք կարողանանք, եթե չեք հավատում, նայեք Լիբանանին։ Հասկանում եք, Լիբանանը ստեղծվեց բանից շուտ, Իսրայելից շուտ։ Բայց ոնց Իսրայելը նորմալ պետություն չի, տենց էլ Լիբանանը նորմալ պետություն չի։ Որովհետև Լիբանանն էլ է եւս սենց ինչ-որ բսկտուր եղած։ Այնտեղ կա իսլամական, մարոն քրիստոնեական, հայկական, այո, տարբեր ու մոդելներ անենց, որ սրան է պետք է իրավունք տանք, սրան է իրավունք տանք, սրան է։ Այո, այս բաները ինքը գնում գալիս է։ Եվ անտակ չի ստացվում։ Չի ստացվելու։ Նույն բանը Սուրյանա չի ստացվելու։ Այս սահմանների մեջ չի ստացվելու։ Նույնը Ադրբեջանն է օրինակ։ Լրիվ իրանք արհեստականորեն ստեղծված միավորներ են։ Նույն բանը Ռուսաստանն է, չի ստացվելու։ Հասկանում եք, կան Նյուտոնի օրենքի պես բան, դու կարաս համաձայն Նյուտոնի օրենքի, բան, այսինքն դու որպեսի ինչ-որ տեղից շարժվես, պետք է շատ ուժ տաս դրան։ Շատ էներգիա պետք է ծախսես, շատ ավելի շատ, որովհետև եթե հանգարց հանգիստ թողեցիր, ինքը բլվում է իր ներքին բաները, գործընթացները տրոհման են ուղղված։ Քուրի են ապում ապրող մարդիկ իրանց հիմա կարող է ադրբեջանցի են համարում։ Բայց իրանք, չգիտեմ, լեզգին են, իրանք ավարներ, իրանք թալիշ են։ Ոչ միայն ինքնության խնդիր կա, իրանք երբեք թույլ չեն տվել, որ իրանք մասնակցեն պետական կառավարմանը։ Իրանք երբևիցե ներգրաված չեն եղել պետական ինստիտուտներում։ Հետևաբար այն պահին, երբ որ հարցը գա, որ այս պետության մեջ ինչ-որ բան պետքա լինի, քանի որ սրանք ոչ պատմական փորձ ունեն պետության մեջ լինելու, իրանք միշտ պարսիկ էին, շիա են, միշտ պարսիկների տակ են եղել։ Ոչ էլ հիմա սովետի ժամանակ են ունեցել այդ փորձը, եղբայր։ Իրանք գոյություն չունեն որպես ինստիտուցիոնալ արմատներ ունեցող բան։ Ձեզ հաճելի է, հաճելի չի, կհամարեք ես ինչ-որ բան, չէ, ես դրա քանի անգամ ասել եմ, ժողովուրդ Ադրբեջանի հետ զենքով չեն կռվում, Ադրբեջանի հետ արտաքին հետախուզությանը ասում ես բարև ձեզ, 3 տարի հետո ստանում ես տրաքած Ադրբեջան։ Հա, լավ է, որ մենք Սիզար ունենք, լավ է, մենք պիտի Լեկլերկ ունենանք, մենք պիտի Ռաֆալ ցույց տանք, մենք պիտի ամբողջությամբ զինված լինենք, որ մտքով չանցնի Ալիևի, որ ինքը կարա մի հատ փուճուրիկ եւս պատերազմ սարքի, որ ժողովրդին հավաքի իրար։ Բայց դե այս վախտ նկած վախտը ասես տղա ջան, կլինի մի հատ, արի մի հատ սահմանները բաց էլի, տեսնենք այս 20 թվից որ չես բացում։ Ինչի՞ մար չես բացում։ Ասեմ խի չի բացում, որտեղ բնակչության կեսը դուրս կգա։ Այդ կարգի։ Բա իհարկե։ Ինչի, ասենք լավ, սենց նստած ենք, Պոլսի նոքյարների կեսը բան են, ադրբեջանցի են։ Բա կբացվի էլի կգնա։ Նույն բանը Ռուսաստանում։ Ասենք ինքը հայտարարում է 10 միլիոն, մարդ չկա, միջազգային կազմակերպություններ չկան, լրատվական միջոցներ չկան, պետական վիճակագրություն չկա, ով գիտի 10 միլիոնա, թե 4։ Որտեղից եք որոշում, որ 10-ա, ինքն է ասե, դուք էլ ասեք։ Դուք էլ ասեք 6-ա։ Որտեղ արբանյակային նկարները որ վերլուծում ես, տեսնես, որ այնտեղ 10 միլիոնի բան չկա։ Դուք շեշտեցիք Թուրքիայի հետ սահմաններու բացումը, ինչ կգարձեք, մոդալուդ է այդ մեկը մանավանդ հիմա կտեսնենք Թուրքիան շատ ալ խանդավառ չէ գարձեք, ամեն անգամ
նույն հանգերքը, որ կացեք Ադրբեջանի հետ լուծեցեք, հետո մենք կխոսենք։ Այս Դա տենց չի, ոչ թե ասում են հետո մենք խոսենք, այլ ասում են մենք ամբողջությամբ պատրաստ ենք մենակ այդ ապուշներից թույլ տվեք։ Այո, այդ։ Դե ինչպես դուք Դե բայց տեսեք, հիմա ինչ հիմքով պիտի բացվի սահմանը։ ինչ որ մի Հայաստան-Ադրբեջան ինչ որ մի պա կարգավորում Թուրքիայում, չէ, ինչ որ մի պա Թուրքիան կհասկանա, որ ասենք չի գարա։ Չի կարելի, ասենք Ալիևի նոքյար է մնալ։ Որտեղ Թուրքիան ծիծաղալու դերում Պետք ունի կարծես Բաքվի։ Այմար պետք ունի, պետք չունի, ինչ կապ ունի այդ սա Թուրքիան հիմա ավանակի տեսք ունի, որին Ադրբեջանը բանով, խիարով խափում է, գազարով խափում է։ Հիմա օքեյ, հաճելի է իրանց տենց ապրել։ Սա աշխարհը ծիծաղում է վրեքներ։ Կամ մինչև երբ։ Չգիտեմ, իրանք թող որոշեն։ Սա աշխարհը վրեքները ծիծաղում է։ Ոնց է տենց կլինի, որ ասենք պոչը շանտեղը որոշի, թե շունը ուրա գնում։ Ну, վիրավորական չլինի, թողենք այս պոչի շամպատությունը, բայց ասենք ոնց կլինի փոքր ռուսի կագեբեշնիկի ընտանիքում մեծացած ինչ-որ մեկը, ոնց կարա կամ եղբայր դու կամ տենց քեզ դրսևորում ես որպես տարածաշրջանային հարց լուծող երկիր, որ ուղիղ ինչ-որ կարողանում ես այս հարցը լուծես, այն հարցը լուծես Շվեդիային, Ֆինլանդիային չես թողում ՆԱՏՕ, բայց միևնույն ժամանակ ինչ-որ բեղավոր ապշերոնցի բան քուրդ ինձի գտվի որ Թուրքիան ընդրած է հիմա այսպես պաուզա այդ Թուրքիայի խնդիրն է։ Սենց ասեմ, ինչքան ուշ բացեց, այդքան իր համար ավելի վատ։ Դու տնտեսապես, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ Թուրքիայի տնտեսական վիճակը այնպիսին չի, որ Թուրքիան կարա ասենք նույնիսկ սենց փոքր հարց, որ 1 միլիարդ եվրոյի շրջանառություն անտեսի։ Ու մենք գիտենք, որ դա 1 միլիարդ չի։ Մենք լավ հասկանում ենք, որ եթե հայկական տնտեսական ջիղը սկսեց աշխատել, դա 1 միլիարդը առաջի տարին է։ Այդ հետո սենց տոկոսներով աճելու, անգամներով աճելու։ Ու վստահ եմ, որ Թուրքիայում ինչը կարա ինձ բանը անում։ Թուրքիայում էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ ինչ-որ ժամանակ անցավ, կարող է վերադառնանք, ասենք, չգիտեմ, 1880 թվականի իրավիճակին, երբ Օսմանյան կայսրության ներքին ֆինանսական հոսքերի 2/3-ը հայկական բիզնեսի եւ բանկերի ձեռքում էր։ Հայկական տրամագլուխով։ Այո։ Իրանք դրանից էլ են վախեն, որտեվ իրանք եղերն արեցին բան, որ այդ ամեն ինչից պրծան։ Խնդիր կա այնտեղ։ Հա, դա էլ կա, ասենք կան այդպես բաներ։ Ընդ որում դրանց հիմնական մասը այդ Ադրբեջանի ու Էնվերական այդ թևն է։ Ես դրանց պայմանական ասում են Էնվերական թև, այդ գորշ գայլեր բաներ, մարդիկ, ովքեր կապնված են այդ գծի հետ, ովքեր այսպես ասած մեծ Թուրանի կողմնակիցներն են, որ Թուրքիան լինի Պոլսից մինչև բան, ինչա դրա անունը, Ալթայ։ Այդ տարածաշրջանի ինքը բանը, բայց դա չի լինելու։ Դա ոչ մեկին պետք չի։ Այդ մեկը նաև խաղակարդ է Անտիմուտյան ցերկը մեր, որ ամեն անգամ մենք իբրև սեբ պետք է լինենք, ոչ կամուրջ թուրքիկ աշխարհի միացման ջամփուն։ Թուրքի աշխարհը ասենք այնտեղ ինչպես գտի դե Թուրանի միավորումը ոչ մեկին պետք չի։ Ոչ Չինաստանին, ոչ Հնդկաստանին, ոչ մեկին, ոչ Միացյալ ոչ Եվրոպային, ոչ այնտեղ ոչ արաբներին, ոչ մեկին պետք չի։ Ընդ որում Թուրքիային էլ պետք չի։ Սենց ասեմ, հա, Անատոլիայի այն մասին, որոնք որ կարանք համարեն գրագետ մարդ, իրանց է պետք չի, որովհետև իրանք լավ չեն պատկերացնում այդ ինչա։ Ասենք եթե ուզում եք հասկանաք դա ինչա, գնացեք Մոսկվա, նայեք, տեսեք այս Ուզբեկստանից, Ղրղստանից, բանից այդ որ ծավալը որ լցվում է, արդյոք ուզում եք դուք դա տեսնել բանում, հա, Պոլսում, Սմյուրնայում, Բուրսայում կամ էլ որտեղ։ Հաստատ չեք ուզում։ Հաստատ չեք ուզում, որովհետև իրենք ձեզանից ուժեղ են։ Եվ ձեզ գուտեն։ Միանշանակ կուտեն, որովհետև Անատոլիայի բնակչությունը միանեք արտաքին տեսքը որ նայեք կհասկանաք, որ անատոլիացիք ավելի շուտ, չգիտեմ, հայերի, հույների եւ բանի մոդ են մեզի շատ։ Հա, դենեթե ունեն, քանց թուրքական, որովհետև թուրքական դենեթեով մարդիկ այդ իրանք չեն, էլի, ասենք բան չի։ Խոսենք ինչ-մը ներքաղաքականեն բացվինք դեպի ինչ կգադարվի մերձավոր արևելքի մեջ գինո դարձավ այս ինչի մասին Թրամփը անդադ գուզե կորձարք եւ հաջորդ օրը գգրագե եւ այսպես եւ դուք ճիշտ դուրս եկաք այն իմաստով որ
այդ հեքիաթները, որ մեզի պատմեցին, որ պիտի հասնին խալկ, այսինքն այն գղզին, որ գտնվի Հորմուզի մոտ, դա դարձավ իրապես առասպել։ Եվ դուք այս տաղավարով նշեցիք, լավ գիշեմ, թող գան հրամեն փորձեն ամերիկացիք, իրականությունը ծեր կողմն է։ Ինչ ուր գերտա։ Թրամփը ինչ կուզե։ Ես լավ վերլուծաբան եմ։ Դե այդ խոսքերը չեմ մոռանա։ Թրամփին ես հիմա ոչ մի բան պետք չի։ Թրամփը հիմա հասկացել է, խաղաղության մասին գխոսում։ որովհետև Թրամփը հիմա հասկացել է, որ ինքը Իրան, ну, սենց ասեմ, իր սիոնիստական թևը, Ամերիկայի սիոնիստական թևը եւ անձամբ Բիբի Նետանյահուն օգտագործել են որպես անձեռոցիկ, սրբվել են ու շպրտել են։ Հիմա ինքը հասկանում է, որ ինքը ելք չունի այս ամեն ինչից, իրան խաղաղություն է պետք։ Այդ իրան պետք է, որ ինքը փրկվի, բայց sense մի հատ հավաշխարի կա։ Պարսկաստանը չի պատրաստվում Հորմուզը թողնել միջազգային բանը։ Ինքը արդեն պատրաստվում է գումար վերցնել դրա համար։ Այդ մի կողմ դրացել է։ Ակնհայտ է, որ նավթի գները միանգամից ինչ որ կիչնեն, բայց գազի կամ պետրոլի գները չեն իջնի տենց արագ։ Մինչև mid-term կարող է չլինի։ Այնօր ես նայում էի վերլուծականներ ամերիկյան ներքին քաղաքականության 80% հավանականությամբ Թրամփը կորցնում է կոնգրես։ Կոնգրես ասած ներքին պալատը, ներկայացուցիչների պալատը։ The House կոչվածը, այո։ Իսկ Սենատը ոնց որ թե չէ։ Սենատը մնում է։ Թրամփի մոտ մնում է մեկ խաղակարդ, այսինքն Սենատը դա միջազգային հարաբերություններն են, բայց բոլոր մնացած գործողությունները, որոնք կապված են ֆինանսների հետ, ինքը կորցնում։ Պլյուս նայեք տեսեք, որ Իրանը անունը օրինակ Քենեդի կենտրոնի վրայից ոնց ինչ հավեսով փոկեցին, որ այլևս ինքը Թրամփ Քենեդի կենտրոն չի, ինքը Քենեդի կենտրոնն է։ Այսինքն Ամերիկայի համակարգը մարսեց իրան, հիմա ծամում է ու շպրտելու է դուրս։ Այս շպրտելու ճանապարհին ինքը լավ հասկանում է, որ իր 3 տղայի ամբարոյական աղջկա, ամբարոյականի զավակ տնփեսա Քուշների, իր գոլֆի ընկեր վիտոկների, այդ բոլորի մայրիկը լացացնելու են։ Ընթացիկ։ Ինքը հələ կենթանի է լինելու։ Ասեմ ավելին, իր կոպերը սենց կարելու են, որ հանգարց աչքերը չփագի, որ իր աչքի առաջ այդ ամեն ինչը լինի, հա։ Իր այն որ ասում է ճիվերը քաշելու են շպրտեն դուրս ու վախենամ Էփշտեյնի բոլոր այն ֆայլերը, որը կա, բացեն, որովհետև ասենք արդեն բաց հայտնի է, որ ինքը 14 տարեկան աղջնակի բան արել, ստիպել է, որ իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնեն, խփելով անենց մանրամասներ է գրած, որ պարզա որ մարդը տեսել է տեսագրվածը։ Դա խոսքից խոսք փոխանցած չի, դա տեսագրություն տեսած է։ Այսինքն ինքը հասկանում է, որ այս ամեն ինչը վերջացել է։ Եթե սրան գումարվի նաև այն, որ ինքը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ապօրինի պատերազմի մեջ է մտել։ Ռազմական հանցագործություն է գործել, դպրոց է տրաքացրել, որ դե եղել են երեխեք։ Ոչնչացրել է քաղաքացիական ենթակառուցվածք, որը եւս ռազմական հանցագործություն է։ Խափել է կոնգրեսին, սենատին, չի զգուշացրել, բան չի արել, էտել։ Պատերազմի սկզբի մասին հրամանատվեմ Մարալագոյի իր շքեղ դահլիճից, որտեղ ինքը նախաճաշ անում, ոչ թե հատուկ սիտուատիվ կենտրոնից։ Այս բոլորը բավարար է, որ ոչ միայն իմպիչմենտ անեն, ցմահ իրան դատապարտեն, այո, իսկ եթե դա լինի այն նահանգում, որտեղ կա մահապատիժ, նաև մահապատիժ կա։ Այո։ Ինչ է Իրան մնում։ Իրան մնում է ինքը ասի, տեսեք, ես խաղաղություն արեցի, ընդ որում ստիպի, որ խաղաղությունը ստորագրի նաև Իսրայելը։ Այսինքն ինքը լուծում է տեսնում, որ ինքը ստիպի Իսրայելին եւ Իրանին խաղաղության պայմանագիր կնքի, որը հնարավոր չի, որտեղ հնարավոր չի երբեք, որովհետեւ Իսրայելը արդեն շատ հեռու է գնացել Երուսաղեմի թագավորության ճանապարհով, ինքը վերադարձ չունի, ինքը ոչնչանալու է, իրան ջնջելու են քարտեզի վրայից։ Նույնիսկ առանց Թրամփի 10 տարի հետո, 15 տարի հետո, դուք իմացեք մեր կյանքի վրա մենք տեսնելու ենք, որ դա ջնջված է։ Այլևս ընդ որ տենց պետություն չկա, գոյություն չունի։ Իրանք կարող է մնան հրեական ինքնավարություն Պաղեստինի տարածքում։ Այդ կարգի։ Հա։ Բայց իրանք չեն լինելու որպես Իսրայել պետություն, որովհետև սխալեցան, չէ՞։ Շատ լուրջ սխալ գործեցին, երիտասարդությունը
բոլոր երկրներում, այդ թվում Իսրայելում, նախ եւ առաջ Նետանյախուն եւ այդ աճ բաները իրանք ամենամեծ հանցագործությունը, իրանք գործեցին հрьяաների հանդեպ։ Որովհետեւ աշխարհում ամենավտանգավոր երկիրը հрьяաների համար հիմա Իսրայելն է։ Իրանք կյանքին վտանգ սպառնալու։ Ասենք լսել եք երբևիցե որ Հայաստանում կամ Ֆրանսիայում, ասենք չգիտեմ, սինագոգի վրա, չէ, բարձա, որտեղ ուզում ես գնաս ապրես, դու ավելի անվտանգ ես ապրելու, քան Իսրայելում։ Հիմա զորակոչված է ավելի քան 450,000 երիտասարդ։ Ու դա 23 թվականից է։ Ու իրանք տուն են գնում գալիս են, դե որտեղ այնտեղ նենցա որ տենց չի որպեսի հասարակությունը չպայթի։ Բայց իրանք տուն գնում գալիս են, բայց իրանք միևնույնն է զենքի տակ են, այսինքն իրանք զորակոչված են։ Որ պահին դա ավարտվեց, սպասեք մի 300,000 հոգին դուրս կգա։ Ուղղակի դուրս կգան։ Ով է ուզում ապրի երկրում, որտեղ ասենք դու վարյան քեզ գարան տաշի։ Դու կարող ես դուրս գաս հացի ավտոբուսի կանգառում քեզ մորթեն։ Ու դա անելու են։ Չմտածեք հանգարց չեն անելու։ Այդքան վրեժ գուտակված։ Դու գազայում 30,000 երեխա եք սպանել։ 50,000 մարդ է։ 30,000 երեխա են ասում, չգիտեմ, բան չի։ Դու ասենք ո՞նց ես դրա տակից դուրս գալու։ Քեզ թվում է իրանք քեզ ներել են։ Դու ինչ ես անելու այդ գազայի հետ։ Դու հապտի օկուպացված պայես այդ տարածքը։ Չես կարա։ Չես կարա, դու այդքան իրանք աջող օրգանիզմ են, բան Սարգսյան։ Իհարկե իրանք երիտասարդ են։ Այո։ Չեն գոդրվում։ Ու ես ասեմ շատ հետաքրքիր է որ Իսրայելը ինչ արեց։ Իսրայելը ոչնչացրեց Գազայում համալսարանները, 2 բուհա ոչնչացրի, եթե չեմ սխալվում։ Կարող է ավել։ Ու ես ինձ համար մեծ զարմանքով պարզեցի, որ պաղեստինցիները միջինում հрьяաներից Իսրայելի շատ ավելի կրթված են, ասենք իրանց միջին տևողությունը կրթության 5-ից 8 տարով ավելի է, քան հрьяաների։ Իսկ դա նշանակում է, որ իրանք ոչ միայն Երուսաղեմի թագավորության ճանապարհով են գնում բան, հա, սենց զուտ պատմական, այլ նաև իրականում ռեալ։ Որտեւ այն ժամանակ էլ խաչակրած արշավանքների ժամանակ էլ Եվրոպայից եկած տենց ասպետները, որոնք գիտեին թե իրանք ասպետ էին, իրանք անգրագետ էին։ Արաբներին հայմատած։ Հա, համատած արաբական աշխարհի իհարկե։ Առավել եւս այդտեղի, որոնք արաբ չէին, ախր այնտեղ ով ապրում էր։ Հա, այնքան որ արաբերենը օգտագործում էր որպես lingua franca։ Ասենք հայերը կային, որտեվ հայկական հետ կա այնտեղ այդ դարերի։ Այստեղ կարևոր link մտած չթողնենք։ Թրամփից հետո ինչ։ Ոչ ման ամերիկան շարունակելու է գոյություն։ Հա, բայց Իսրայելի համար ավատ լինելու։ Դեմոկրատները, Իսրայելի համար ավատ լինելու։ Այսինքն դիվորս կտեսնեք, աբա Հարզան Իսրայելի հետ։ Չեն մնար այս հարաբերությունները։ Հիմա ամեն օր իրար վրա կգորան, գիտեք, չէ։ Թրամփը Նետանյահու հերախոսազրույցների մասին։ Այդպես չի արվում, որովհետև ասենք այդ նույն պատմությունը։ Իդեպ ասեմ, որ Էրդողանն էլ պետք է արդեն սկսի գոռալ Ալիևի վրա։ Եվ սկսավ։ Հա, դա պետք է կանչի, ասես բեղերից բռնի, ասի քիթդ կկդրեմ կամ 2 ականջդ։ Չոբանի շուն կսարքեմ, հենց հիմա գնա այդ թուղթը ստորագրի։ Այդ նույն բանը պետք է անի Թրամփը։ Կանչի ասի 2 լաշտակդ կկդրեմ, հենց հիմա գնա Իրանի հետ այդ թուղթը ստորագրի, Լիբանանից դուրս արի, որովհետև շատ հետաքրքիր է Էրդողանը Ալիևի փոխարեն եւ Տրամփը Նետանյահուի փոխարեն ամբողջ կուժն ու կուլեն ուտում են։ Կոպիտ ասած մեկը հայհոյում է ու ոնց որ ասում ուզում են Ալիևին քրֆեն, բայց քրֆում են Էրդողանին, որովհետև ի սկզբանե բաբան ինքն է։ Հա, ասենք եղբայր, եթե մաման մանեկողը մեղավորը պապան է, էլի։ Ասենք դու այդ վիճակը։ Հա, դե նույն բան Նետանյահու։ Գարձեք կզի չի Նետանյահու, Նետանյահուի համար խաղաղությունը մահ է, Նետանյահուը սենց ասեմ, ախր այնտեղ խաղաղությունը իր քաղաքական կարիերայի վերջն է։ Ամերիկայի մինչև 45 տարեկան բնակչության, եթե չեմ սխալվում, ընդամենը 20%-ն է հետաքրքրված, որ Իսրայելը լինի որպես պետություն։ Այնտեղ շուտ խայտարակ թվերին են, որ ասում 60%-ը թքած ունի, вообще կլինի այդ պետությունը, դա չի լինի։ Իսկ դա երիտասարդությունն է։ Այսինքն ինչի համար սա հիստերիկացած հիմա սկսեցին այս ամեն ինչ անել։ Իհարկե իրանք հնարել են ինչ-որ Կարմիր կովի մասին պատմություններ, այդ իրանց չգիտեմ երրորդ այդ առասպելները, այդ որ եսի մենք չգիտեմ իրանց ինչ-որ հա բանի տենց անապատի աստվածները իրանց ասել են, որ իրանք ուխտերով է պետք է գան ապրեն, այդ սա հիմարություն է։ Չոր հաշվար կա։ Ունեք սերունդ,
որը Տրամպի սերունդն է, որը արդեն մարազմի մեջ է, որը գնում է դեպի նորմալ հանգիստ, դեպի Վալհալա, սենց ասեմ, ու այդ վերջի սերունդն է, որ ձեր հանդեպ ունի միայն դրական վերաբերմունք։ Հաջորդ սերունդը ինքը հոլոկոստ չի տեսել, ասեմ ավելին, հաջորդ սերունդու, որ նայում ես իսկ ամերիկյան բուհերում դա ընդունված է, ասենք հարցեր կան, որ դնում ես Աուշվիցի բանի, սենց գումարային այդ բոլոր փեչերի հնարավորությունները 4 միլիոն չի ստացվում, հարցեր են առաջանում, թե արդյոք եթե Գերմանիան այդքան ուզում էր բոլոր հրեաներին ոչնչացներ, ինչի էր 39 թվականից մինչև 44 թվականի վերջ, այսինքն մինչև ազատագրումը Վարշավայում գետո գործում, որտեղ հանգիստ ապրում էին լիքը հրեաներ, ու հարցը առաջանում, այդ ոնց որ ասենք, չգիտեմ, Էնվերն ու Թալաատը բանում, բերեին Սեբաստիայում հայերին, ասենք, 1 միլիոն ապրացնեին, տենց ուղղակի ասեին, դե մենք ձեզ շատ ենք ատում, 5 տարի տենց ապրեին, ու տրամաբանական է, չէ, որ ասենք, մի քիչ տենց ոնց որ, օքեյ, ես մեծ եղերն է, կամ նույն բանը հույներին, ասենք, չգիտեմ, Սմուրնայում կամ բանում, բռնեին փագեին միտեղ, ասեին, դե ստեղ մնացեք։ Այդ ոնց հալնում, որ ընդեղ ելնում է ու դա տենց ծանր բան է, իսկ հայերի ու հույների ցեղասպանությունը, ասենք Իսրայելը չի ուզում ճանաչի որպես ցեղասպանություն։ Ու անդեսում է։ Հիմա այդ բոլոր հարցերը, այդ հասկանում եք, ես որտեղից եմ, ես դա նայում եմ, ասենք իրանց մամուլով։ Զգում ես։ Այո, երիտասարդությունը ընդհանրապես ասում եմ, տղեկ, դա 100 տարի առաջ էր։ Չենք կարա մենք։ Հասկացանք ու տրամաբանորեն, ժողովուրդ 100 տարի առաջ կամ այդ նույն տարիներին, երբ որ հոլոկոստն էր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում սևամորթները սպիտակների հետ նույն ավտոբուսով չէին կարա տեղաշարժվել։ Պենտագոնը երբ որ կառուցել են 1000 ներողություն, բայց զուգարանները եղել է կրկնակի սևերի եւ սպիտակների համար տարբեր են եղել։ Սև տղամարդկանց, սև կանանց։ Ինչ մեծ ամոթ։ Դե հիմա այդ նահանգում եղել է այդ կանոնը։ Հա, բայց հիմա հասկանում եք, որ Ամերիկայի տեսանկյունից այդ այնքան վաղուց էր, որ դրանից էլ 20 տարի առաջ եղածը բրծեք էլի ասենք։ Մարդիկ չեն հիշում արդեն։ Հա, ասենք Մարտին Լութեր Կինգը ես I have a dream-ը, այդ իհարկե հələ բան չի։ Դու նույնիսկ Ռեյգանն էր շատ վաղուց, ժողովուրդը տանցել դարա արդեն։ Եթե ոչ Իսրայելը այս հունով չի գրնար շարժել։ Իսրայելը անհասկանալի է, Իսրայելը աճող սերնդի համար, Իսրայելի հանդեպ իր սերունդի հատուկ վերաբերմունքը անհասկանալի է։ Լուրջ եմ ասում, նույնիսկ մեզ համար հասկանալի է, որտեղ մենք մի փոքր այլ սովետական միությունում, չէ, սովետական միությունում մի փոքր այլ իրականության մեջ ենք։ Սիմպաթի ունեցել եք, չեմ գիտեր ուր։ Չէ, սիմպաթիայի հակապատիայի հարցը չի, արաբական աշխարհի հետ այլ կապեր կար, սովետական միությունում հակաիսրայելական այդ շարժը շատ էր, այո, տրամադրությունները, Սովետը Սիրիային եւ Եգիպտոսին օժանդակում էր, այդ ամեն ինչ հանցել, բայց միջին ամերիկացու համար, ասենք դու լավ էլի այդ տարիներին ինքը Վիետնամը ունեցել, ինքը բացա թողեց սաղ պատերազմներն մեկ է եղել 6 օրյա պատերազմ, մարդիկ 12 տարով Վիետնամ էին, 10-րդ տարում նոր ջոգեցին, որ Վիետնամում պատերազմի մեջ են, այն որ արդեն մի քիչ համը է լավ։ Մինչև այդ ով էր նկատում 15 տարի, 15 տարի Աֆղանստանում էին, մի այդքան Իրաքում էին, ասենք իրանք մեծ մասշտաբների մեջ են, ասենք մեծ, միլիոնավոր, տրիլիոն ծախսենք, միլիոնավոր բան, 100,000 զորք, ինչ եք խոսում, ինչ Հոլանդներ, այդ ինչքան է, իսկան, օքեյ, հանգիստ մնացել, ոնց որ տրիպը արեցին, էլի, ինչ եք կռիվանում, ստիվ ճանապարհ տվեք։ Իրանց համար անհասկանալի է, մասշտաբը մեծ է, այդ եմ ասում, ամերիկյան ու եվրոպական մոտեցումը, եվրոպացին ավելի շուտ արժեքների վրա է հիմնում։ Եվրոպայում ընդհանրապես Իսրայելը ռազմական հանցագործությունների իրականացնող երկիր է։ Բույն եղավ։ Այո։ Մանավանդ հիմա։ Այո։ Գար այդ խմորը հիմա նորից եմ ասում, այս ամբողջը ես ասում եմ մեծ ցավով, որտեղ ունեմ հրեա ընկերներ, Իսրայելում ապրող ընկերներ ունեմ։ Տենց չի որ հագահարիա չես։ Ես ցավում եմ այդ մարդկանց համար, որովհետև ես զանգում եմ մեծ մարդիկ են, ասենք մեծ սերնդի մարդիկ են, ավելի շուտ իմ ծնողների ընկերներն են եղել, բան։ Ես հասկանում եմ, որ իրանք բանի մեջ են, ախր չի կարելի տենց ռմբակոծության տակ չի կարելի այդ մարդը ապրել։ Ինքը 12-րդ հարգում է։
Ինքը չի կարա իջնի այդ բանը, այդ իրա իջնելը ստեղծվել է նրանից, որ ինչ-որ մի անտանասուն, որը լոշտակ Բիբի Նետանյախուին է, որոշել է, որ ինքը պետք է մեծ Իսրայել ստեղծի, արա չէ ընկեր, չէ, Չի լինելու։ նախ չի լինելու, երկրորդը դու դրանով բերում ես քո մարդկանց մահին։ Այդ անես չի, որ շատ տենց հումանիտար, շատ տենց մարդասիրական բանի մեջ եմ, չէ, ռացիոնալ է, դու ռացիոնալ չես կարող, դու այդ հիմքը չունես, եղբայր։ Նետանյախուի ազգանունը գիտեք ինչ է։ Վինյամին Միլիտկովսկի։ Իրա պապին ծնվել է Բելարուսում։ Ինքը ինչ կապ ունի այդ, որ ես իմ իրանց Եբրադից մինչև հա, գրքի մեջ ինչ-որ մեկին ժարգի Դենեթյանես ինքը Պուտինին ավելի մոտիկա քանց բանին, հիմա որ Դենեթյանես Իսրայելիում կարող ասենք են նրանց ում իրանք սենց ասում են պաղեստինցի, դրանք ավելի հրեալն են քանց բանը Դենետեյով։ Քանց էս եկածները, որտեղ հիմնականում եկած են Արևելյան Եվրոպայից Ռուսաստանից։ Ուտեղ զգացվում, ախր ես միշտ մտածում եմ, ինչն է ինձ այդքան ներվայնացնում։ Զգացվում է այդ ռուսական շունչը։ Էլիկ ցեզ հալածում է այնտեղ։ Զգացվում է, ով է ինձ հալածում Չէ, բայց զգացվում է այդ ատելությունը մարդկության նկատմամբ գեղեցիկ բաների։ Այդ որ իրանք չարությունը, որ Լիբանան տրակացնեն, որ էս տրակացնեն, են տրակացնեն։ Ու չի վերջանում։ Հա, որովհետև այդ սովետն է։ Այդ սովետն է, այդ ռուսն է սովետի։ Այն որ սովետ ռուսը որ կա, այդ է։ Գազայի զրոյացումը, այդ սովետն է։ Արտահավասար։ Այդ սովետն է։ Մարդկային ուղեղը չի տանի այդքան։ Հա, իսկ իրանց մոտ չկա այդ բանը։ Այդ չղկիկը չկա։ Իրանք ոնց բուչա արեցին, Իրպեն արեցին, նույն բանն է։ Անգերտ զրույց էր, պարոն Սարգսյան, ինչպես միշտ Չվախեք։ մեր ագընթիրներուն շնորհակալություն հայտնեմ, բավական երկար խոսեցանք, նաև կարևոր դիտարկումներ էին, հաջող պարոն Սարգսյանի դիտարկումները ճիշտ դուրս կգան, հատկապես երբ խոսած էինք Միացյալ Նահանգներու տեսակետեն եւ տեսնենք թե ինչ զարգացումներ նաեւ գրնան աստել Հայաստանի վրա, հետևեցեք մեր թողարկումներուն, դարաձեցեք մեր դասանյութերը, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր գործունեությունը բարի մտցես։